Տրամպի համար հաշվի առնելով իր արտաքին քաղաքականության մեջ վերջին 90 օրվա ընթացքում կատարած 90 մի քանի նույնիսկ բոլոր քայլերի դեռևս լավ որ մեծ եղերնա օգտագործե, ես նույնիսկ շատ ուրախ եմ, որ ինչ-որ նյութ եղել է, ես շատ քիչ կզարմանայի, եթե չասեր ընդհանրապես ոչ մի բան, դա լրիվ ընդունելի կլիներ իր նոր վարած քաղաքականության համար, որտեղ բարոյականություն, մարդու իրավունքներ, բան այդ ամբողջը գոյություն չունի, որտեղ այնտեղ գլխավոր բառը տարիֆներն է, եւ մեծ հաշվով արտաքին քաղաքականությունը ԱՄՆ-ի հիմա վերաձևակերպվում է, վերաձևվում է, վերադասավորվում է, դրա համար շատ լավ է որ գոնե էս հնչել է, որոնք մեծ եղերնը հնչել է Դա հիշեցնեմ, ասենք Բարակ Օբամայի ժամանակ առաջի անգամ դա հնչեց, դա ոնց որ գալիս էր որպես կոմպրոմիս, ցեղասպանություն եւ բան օգտագործելու եւ հիմնավորումը այն ժամանակ այն էր, որ դե հիմա ինչ եք ուզում հրյաներին էլ ասում ենք հոլոկոստ։ Այսինքն դա ձեր ձևակերպումն է, հայերենով մենք ձեր ձևակերպումը կրկնում ենք։ Սա Սրա մասն է խոսքը։ Այդտենց հույները ունեն կատաստրոֆա, իրանց Պոնտոսի հույների կոտորվածի համար Այսինքն ոնց որ ցեղասպանություն, որը ունի սեփական անվանում, սեփական անուն, սա ինչ որտեղ այն ժամանակ, Օբամայի ժամանակ դա այտենց էր հрамծվում։ Ես իհարկե նախընտրում եմ, որպեսզի ցեղասպանություն բառը հնչի, որովհետև ցեղասպանություն բառը իր հետևից ստանում է բազմաթիվ քաղաքական, տնտեսական, բարոյական հետևանքներ բերում։ Եվ երկիր, որը ասում է, որ ինքը ժողովրդավարական է, կամ նույնիսկ չի ասում, որ ժողովրդավարական, ասում է հանրապետական է, այսինքն ինքը հանրապետություն, որտեղ մարդու իրավունքները այնպես չի, որ պետքա ոտնահարվեն, ինքը հետևանքներ պետքա դրանից հետո ունեն։ Կանադան դες օրինակ, ես տենց Հյուսիսային Ամերիկայում այս պահին Կանադան ստանձնել այն բաները, պարտականությունները, որոնք պետք է կատարել ԱՄՆ մեծ հաշվով։ Թե հիմա Հայաստանի այս փոքր հարցում, փոքր դիվանագիտական ընդամենը 1-2 նախադասություններ, որը դժվար չի ասել, որը հետևանք չի բերի, Տրամպի պարագայում կբերի, որովհետև Տրամպի նշանակման օրվանից ինքը առնվազն 2 մեծ հայտնի թուրք լոբբիստը ընդունել է իր կաբինետ, իր դստեր ամուսինը Փեսեն, այսպես ասած, բավական լավ հարաբերություն, ինքն էլ լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ, բայց հիշեցնեմ, որ ինքը Նետանյահուին ասաց, որ Էրդողանը լավ տղա է։ Հետևաբար ակնկալել, որ ինքը հիմա դուրս կգա Էրդողանի դեմ ու մի փոքր տարօրինակ կլինի։ Դրա համար զարմանք չի առաջացրել, ասում լավ է որ գոնե սա եղել, ընդունում եմ նորմալ, որպես Տրամպի քաղաքականություն, ես ամենասկզբից ասել եմ, Տրամպի վրա հույս դնել չի կարելի։ Հայ-ամերիկյան այդ փոքրիկ Հա, հայ-ամերիկյան բաները դա գալիս է իր սեփական հռչակած կուրսից, որը ամբողջությամբ հետևյալն է, մենք բարոյականություն չունենք, մենք դաշնակիցներ չունենք, մենք հետաքրքրություններ չունենք, մենք փող ենք ճանաչում։ Համագործակցությունը փողի մասին է, ռազմավարական համագործակցությունը փողի մասին է, հետևաբար կամ ինքը ակնկալումը որն է, կա ինչ-որ բաներ, որ Հայաստանը կարա առաջարկի տնտեսական առումով, որպեսզի համագործակցենք, այդ տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ է առնվազն Հայաստան-Թուրքիայի սահմանի բացում, եւ սա կարելի է օգտագործել ինչ-որ կերպ Տրամպին հասկացնելով, որ Թուրքիայի սահմանը պետք է բացվի։ Եթե ինքը հետաքրքրվի, ինքը կփորձի առնվազն գոնե մեկ անգամ եւս Թուրքիայի սահմանը բացել տա, չնայած ակնհայտ է, որ Էրդողան այս հարցում, Հայաստանի սահմանը բացելու հարցում գտնվում է, ասենց ասեմ, Ալիևի ճնշման տակ, որքան որ զուտ կոռուպցիոն կապերի շնորհիվ ֆինանսավորման հարցեր կան, անձնական, ընտանեկան։ Էսա, այսինքն մեծ հաշվով ակնկալել այդ շատ կարևոր է, որ ինքը ասում է, որ այդ ռազմավարականը կա, սա ցույց է տալիս, որ մենք իրականում ունենք իրավիճակ, երբ փաստաթուղթը, հայտարարությունը, ապրիլի 24-ի Սպիտակ տան հայտարարությունը գրվել է նաև պետդեպի կողմից, եւ պետդեպում դեռևս ամբողջ անձնակազմը չի դուրս վռնդվել այս Ռուբիոյի գալուց հետո, որտեղ ստեղ կա, որպեսզի պատկերացնեք ինչի մասն եմ ասում, այնտեղ միտեղ ցեղասպանություն բառը, genocide բառը որ ավելացնենք, նորմալ բայդենական հայտարարություն է, էլի,
առանց ոչ մի բանի, այսինքն ըստ պատասխանը որ Բայդենն է սարքի ուղղակի ցեղասպանություն բառը ջնջել են մեջից։ Էտա մեծ հաշվով սա ոնց որ ամերիկյան խորքային պետության պատրաստած փաստաթուղթ է, ինչը ողջունել է։ Սա շատ լավ։ Թուրքիայի արտգործնախարարությունը ասում է մենք մերժում ենք այդ որոշ երկրների պաշտոնյաների կողմից 15 թվականի իրադարձությունների վերաբերյալ արված հայտարարություններ, այսինքն ցեղասպանություն որակելը կատարվածը եւ կոչ են անում աջակցել Թուրքիայի Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացին։ Այս երկուսը փորձում են կապել իրար։ Այսինքն դուք մի ասեք, որ դա ցեղասպանություն է, եթե ուզում եք, որ Հայաստանը եւ Թուրքիան մերձենան։ Եթե ուզում եք չկա, այնտեղ կա մի ասեք, այլ աջակցեք, որպեսզի մենք բան անենք։ Ձևակերպումը շատ նման է նրան, ինչի պատճառով որ մենք շատ հաճախ Փաշինյանին մեղադրում ենք թուրքական քաղաքականության շարունակման մեջ, ինքը ասում է դուք որ տենց բան եք ասում, մենք չենք կարողանում բարիշենք։ Այդ նույն բանն է, ինչ որ ասում է որ Փաշինյանը։ Մեծ հաշվով Թուրքիայի տեսանկյունից սա ամենաընդունելի տարբերակն է ասել, որ տեսեք ինքը ասում է մենք չենք ողջունում, բայց իրանք այլևս բան չեն անում, չեն միլիարդներ ծախսում, որպեսզի ասեն, որ չի եղել։ Սա շատ կարևոր է, այսինքն խնդիրը նրանում է, որ իրանք ձևակերպման կռիվ է գնում, եւ շատ վաղուց այս կռիվը Թուրքիան ձևակերպումների հետևից հանգնում։ Ինքը ասում է, որ ցեղասպանություն չի, որովհետեւ ինքը իրենով պարունակում է ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճանաչելը իր հերթին, հա, եթե ԱՄՆ-ի կողմից դա պետք է հետևանք բերի, որ ամերիկյան դատարաններում, ասենք, ամերիկահայությունը կարող է դատի տալ առանձին վերցած, եթե ապացույցը կա, օրինակ, որ չգիտեմ, այս հողատարած կադանայի մոտ ինչ-որ մեկի պապուններ, ինքը հիմա տեսնում որ բան չի, ինքը դատի տա, հետ ստանա, գումարները ստանա կամ ինչ-որ բան անի, հա։ Թուրքիայի պարագայում երկու կտոր կա, նախ եւ առաջ ցեղասպանության ճանաչումը նշանակում է, որ իրանք պետք է ամբողջությամբ վերանայեն իրենց սեփական պետականության ստեղծման հիմքերը, որովհետև եթե Օսմանյան հանրապետություն, այսինքն այն միջանկյալ պետականությունը, որը որ եղավ Օսմանյան կայսրության անկումից հետո, մինչև քեմալիստական Թուրքիայի ստեղծումը, իրականացրեց դատավարություն եւ ցեղասպանության մարդկության գիտեք, որ երևի թե բոլորը գիտեն արդեն, որ այդ առաջի անգամ Պոլսո դատարանում է հնչել մարդկության դեմ հանցագործության այդ բանը, ձևակերպումը հենց այդ մարդկանց վերը թալատը եւ իրանց մեղադրանքը այդ Օսմանո հանրապետության այսպես կոչված, դա ոնց որ այն գիծն էր, որը որ պետքա շարունակվեր եւ Թուրքիան դառնար արևմուտքի համար Եվրոպայի համար ընդունելի երկիր, այսինքն այդ զարգացման այդ ուղուց հետ կանգնեցին եւ ռուսների ազդեցությամբ, ռուսների աջակցությամբ ստեղծվեց Աթաթուրքի հանրապետությունը, Թուրքիայի հանրապետությունը Աթաթուրքյան, որը որ ինքը այն ճանապարհից հետ կանգնեց, եկավ այս կողմ եկավ եւ ոնց որ գցեց զարգացումը մի ուղու վրա, որի ավարտը Թուրքիայի մեծ հաշվով տրհումն է։ Ու սա չի կանգնելու, այս process-ը տենց է վերջանալու, որովհետև ինչով է կարևոր ցեղասպանության ճանաչումը, դա քեզ հնարավորություն է տալիս հետագայում ա խուսափել տենց բաներից, բ բարոյական իրավունք ունենալ ինչ որ միտեղ հանդես գալ որպես արբիտր, որպես միջնորդ, որպես Գերմանիայի կարգավիճակը նայեք, հա, իրանք ճանաչեցին, ծանր բանով անցան, ընդունեցին հոլոկոստը եւ հոլոկոստի ընդունելուց հետո դարձան Եվրոպայի առաջատար։ Թուրքիան փորձում է ստանձնի մերձավոր արևելքի առաջատարի դերը, բայց երբևիցե չի կարող ստանձնել, որովհետև հայերի, ասորիների, հույների, քրդերի, արաբների բոլոր հարևանների հետ ինքը ունի խնդիր եւ բոլոր խնդիրները վերաբերվում են նրան, որ մի խումբ մարդիկ որոշել են, որ իրանք պետք է էթնոգենեզ անեն եւ ինչ որ մարդկանց հրճակեն թուրք եւ այդ հրճակած զանգվածը, որը
ոչ գենետիկորեն, ոչ բանով թուրք չի, ուղղակի թուրքերեն խոսացել են, դու ասես ռուսերեն է խոսում, դու ռուս չեն, բայց պատկերացրեք մի իրավիճակ, հա, նույն տիպի բանը, էթնիկ խմբեր, ենթախմբեր ոչնչացվել են, մշակույթներ ոչնչացվել են, եկեղեցիները վերածվել են մսկիթների, ընդ որում բացառապես սուննի, ինչ որ այսենց գործողություններ են տեղի ունեցել, որի արդյունքում արհեստականորեն ձևավորվել է էթնիկ խումբ, որը կոչել են թուրք։ Հիմա, քանի որ զարգանում է ամեն ինչ եւ գնալով մարդիկ ավելի եւ ավելի սկսում են հետաքրքրվել իրենց անցյալով, մեկ էլ պարզվում է, որ մինչև մենակ 3 սերունդ են կարողանում հետ գնան դրանից հետո ոչ տատը գիտենով, ոչ պապը, գնում են DNT են անում, DNT-ով պարզվում է, որ իրանք 25%-ով հայ են, 20%-ով ույն են, 10%-ով քուրդ են կամ արաբ մնացածը բան, Թուրքիա արունկա չկա вообще, ընդհանրապես, այսինքն այդ գենոմը չի հանդիպում, եւ մարդկանց ու հարց առաջանում, բա մենք ով ենք։ Հարցի պատասխանը վաղուց հայտնի է, դրանք անատոլիացի են, այսինքն դրանք տեղի բնակչությունն է, որը ճնշման տակ բանը ստեղծվել է նոր էթնոս, որը Աթաթուրքի բանով կոչվել է թուրք։ Թուրքը որպես այդպիսին էթնիկ Աթաթուրքի բանով թուրքերի հայր, հա, Մուստաֆայի բանով ինքը տենց էր, ոնց որ բանը Ստալինը ադրբեջանցիների պապան էր, իրանք կարան ասեն Աթա-Ադրբեջան, հա, ասենց, որովհետև թուրքը որպես այդպիսին Քեմալի համար դա քաղաքացիություն էր, ոչ թե էթնիկ խումբ։ Սա շատ կարևոր է։ Հիմքում այդ սեկուլարիզացված բանը կրոնը չէր, ինքը կրոնից հրաժարվեց, բանից հրաժարվեց, ինքը ասեց, այդտեղ բոլորը թուրք են։ Եվ այդ ընդունումը, որ դու թուրք ես, ի սկզբանե եղել է տենց ինչ-որ քաղաքացիական, որ դու թուրք ես, դու պետք է գրվես թուրք, կրոն մրոն բան, իհարկե դու երկրորդ սորտ ես, որովհետև հայ ես, բան ես, այս կողմ ես, այն կողմ ես, դուք շանս չունեք, բայց բոլոր մնացածը, ովքեր սունի են եղել այդ պահին, իրանք հռչակվել են թուրք։ Ընթացքում սա փոխվել է։ Էրդողանը, որ եկել է, մինչև Էրդողանն էլ բանակը պահում էր։ Էրդողանի գալուց հետո, երբ ինքը այդ ջախջախում արեց, այստեղ խնդիր առաջացավ, որ իրանք չգիտեն թուրքը ով է։ Ոնց որ Ադրբեջանում չգիտեն ադրբեջանցին ով է, դա էթնիկ խումբ չի, դա պատկանելություն է, այս պատկանելությունը հիմնված է երկու բանի վրա, անցյալում ինչ-որ առանձին վերցած կերպարներ կան, որոնց վրա կարելի է հենվել, Աթաթուրքը Էրդողանի համար անընդունելի պերսոնաժ է, որտեղ ինքը բաների, կեմալիստների կուսակցության հիմնադիրների ուրիշ պատմություն է, դրանք տենց մի քիչ աճ կենտրոն, ձախ կենտրոն են։ Ինքը ազգայնական իսլամիստ է, ինքը եղբայրներ մուսուլման եղբայրների բանն է, ճյուղն է։ Ինքը ինչ-որ մի բան պետք է իր հիմքում տնի։ Ամենահարմար բանը, որ ինքը դնում է, այդ բաներն են, երիտ թուրքերն են, որոնք որ մեծ հաշվով սենց ինչ-որ հարմար են իր գաղափարախոսությանը, առանց Եղեռնի կազմակերպման իհարկե, դրա համար է հերքվում այդ փաստը, դրա համար ասում են, որ դա Եղեռն չի եղել, ցեղասպանություն չի եղել, դա եղել է ինչ էր ընդ վտարում, ողբերգություն, հիվանդություն, բան, ինչ-որ սենց բաներ ձևակերպում, ինչ ասես կա, հա, նպատակային հայերն են զոհվել հույները, դե իրանք էին պրոբլեմը երկրի համար։ Մենք իրանց փորձում ենք բան, բայց թեման որն է, ինքը ուրիշ հիմք չունի։ Քանի որ իրանք լավ են հասկանում, նույն Էրդողանի շրջապատում լավ հասկանում, որպես այդպիսին թուրք գենակոդով թուրք չկա, այն օրը խոսացինք, հա, գոյություն ունի, ասենք Ղազախստան, եթե դու ուզում ես թուրք տեսնես, դու պետք է գնաս Ղազախստան։ Դու Ղազախստանում կտեսնաս թուրք։ Այն ինչ որ այնտեղ կա, դրանք անատոլիացիներ են։ Այս անատոլիացիների մոտ պետք է հարց չառաջանա իրանք ով են։ Որովհետև եթե ասում ես դու թուրք ես, ինտերնետ կա բան կա, ինքը բացում է թուրք։ Նայում է, ոչ աչքերն ասենց։ Թուրքմենն էլ է ասում, ես թուրք։ Հա, ոչ աչքերն ասենց, ոչ բանա, ոչ ծագումն է։